Տիկին Ավանեսյան, որպես քաղաքական պաշտոն զբաղեցնող եւ կուսակցական հարցեր ունեմ, այսպես ընտրությունների հետ կապված դուք սկսեցիք շնորհավորանքով, բայց ընդդիմությունն ասում է մասսայական կեղծումներ են եղել, իշխանությունը գնացել են մինչ այդ նաեւ ճնշումների ընդդիմադիրներին ճնշումների ճանապարհով եւ հիմա վերահաշվարկի ընթացքում ասում են օրինակ ԿՊ-ն 0 ձայներ է ստացել, այսօր ուժեղ Հայաստանի ներկայացուցիչներ ասուլիս տալիս 0 ձայն է ստացել որոշ տեղամասերում, բայց մեծ թվեր են գրել։ Այս ընտրակեղծարարության ինչու է գնացել իշխանությունը։ Դե ընդդիմությունը մի փոքր եւ ինքնախոստովանանքով է հանդես գալիս եւ եթե այս ընտրություններին դիտարկենք ընտրակեղծարարության հիմնական ձևը ընտրակաշառքը, տեսնում ենք թե որ ուժերն են ընտրակաշառք բաժանել, որ ուժերի ներկայացուցիչների հետ է հարուցված քրեական գործեր եւ ցավում եմ, որ այս ուժերը, ընդդիմադիրները հերթական անգամ ոչ թե դիմեցին ժողովրդին, ոչ թե հանդես եկան ծրագրով, խոստումներով, զարգացման նոր ել ավելի վառ պատկերացումներով, այլ դիմեցին 3 մեթոդի՝ ընտրակեղծիքներ, ընտրակաշառքների ձևաչափով, մանիպուլյացիաներ եւ կեղծ թեզերի շրջանառություն եւ ըստ էության իրենց սովոր մեթոդների համաձայն, երբ որ արձանագրվում է ոչ իրենց ցանկալի արդյունքը, ժողովրդի կամքը, իրենք չեն կարողանում համակերպվել այդ իրողության հետ, բայց ինչպես 2021-ին համակերպվեցին, այդպես էլ 2026-ին կհամակերպվեն եւ ուրեմն կհասկանան, որ Հայաստանի Հանրապետությունում այլևս ժողովրդի կամքը հնարավոր չէ խեղել։ Հաջորդիվ պետք է ասեմ, որ մինչ այս բացարձակ չեմ ընդունում, վարչական ռեսուրս չի կիրառվել, եղել են բացառիկ մի քանի անձի հետ կապված ձեր կողմից դիտարկումներ, որոնք ուսումնասիրվեն, անհատական մի քանի դեպքեր, որոնք նորից կրկնում եմ կուսումնասիրեն, պատիժ կկրեն կամ եթե բացահայտվի, որ խախտում է եղել։ Վարչական ռեսուրսի մասին խոսքերը ավելորդ են եւ իշխանությունը հակառակը արել է ամեն ինչ, որ այս ընտրությունները լինեն հավասար, թափանցիկ, ազատ եւ արդար, ինչպիսին էին եւ հանրությունը այդ կոնսենսուսը ունի։ Մենք հունիսի 8-ի առավոտյան զարթնել ենք բոլորս այն գիտակցումով, որ Հայաստանում հաջողվել է իրականացնել ժողովրդավարական ընտրություններ։ Ցավոք սրտի, կաշառքները դեռ մեր իրականության մաս են եւ մեր հաջորդիվ նաեւ կառավարության եւ իշխանության պայքարը ընտրակաշառքները արմատախիլ անելու մասով վստահ եմ վճռական է լինելու։ Ընդդիմադիրներն ասում են, եթե օրինակ ձեր իշխանության գաղտնալսեն եւ խոսակցությունները բարձրացնեն, բայց տեսեք ինչպիսի պատկեր կունենանք, այսինքն նկատի ունեն մեծ թվով ընտրակեղծարարության փաստեր կբացահայտվեն։ Նախ շատ հետաքրքիր է, որ նրանք որևէ դեպքով չհերքեցին ձայնագրությունները եւ որևէ դեպքով այսօր էլ կարծեմ ես տեսալ հրահոսում, որ որևէ մեկը չի ասել, որ այդ ձայնագրությունները կեղծ են։ Այսինքն սա արդեն ինքնին փաստ է, արձանագրված է։ Երկրորդը մեր հեռախոսահամարները եւ ընդհանրապես Հայաստանի Հանրապետությունում պատկան մարմինները իրավաչափության շրջանակներում վստահ եմ իրականացնում են օպերատիվ բացարձակ եւ մինչ այս տարիների ընթացքում նաեւ իշխանության ներկայացուցիչների նկատմամբ քրեական գործերի հարուցումը եւ այլն ցույց է տալիս, որ որևէ կաշկանդվածություն չունեն, բայց չկան փաստեր, որովհետեւ մենք դիմելով մեր ժողովրդին նախորդ 5 տարիներին իրականացնելով նրանց կողմից տված մանդատով մեզ պատվիրակությունները անելու Հայաստանում փոփոխություններ հասնելու փոփոխությունների եւ հաստատելու խաղաղություն իրացրեցինք եւ նրանք էլ մեր սիրելի ժողովուրդը իր վստահության քվեն եւս մեկ անգամ տվեց մեզ։ Արդյոք ձեր ցուցակի ներկայացուցիչները կամ ձեր ցուցակը շատ կուռ է, ամուր է, վստահելի է, որովհետեւ ուժեղ Հայաստանից ասում են ընդամենը 8 падգամավորի խնդիր է եւ չի բացառվում, որ ցուցակից այդ 8-ը ովքեր գալու են խորհրդարան կարող են եւ անցնել իրենց կողմը եւ իրավիճակը լրիվ շուռ գալ։ Գիտեք, արդեն ծիծաղելի է նման բանը, հույսը դնել նման բաների վրա։ Եթե, չգիտեմ, ինչ լինի, արևը արևմուտքից դուրս գա եւ ոչ թե արևելքից, գուցե էլ ինչ որ բաներ փոխվեն ըստ Նարեկ Ղարաբեծյանի, բայց ինձ թվում է պետք է հույսը դնել նախ ժողովրդից քվե հայցելու վրա, ինչը նրանք չարեցին։ Հիմա էլ թող հույսը չդնեն զարտուղի եւ խարդախ քայլերի վրա, չի հաջողվելու
քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը կուր է, մենք մի թիմ ենք եւ վստահ եղեք, որ շարունակելու ենք կառավարել եւ Հայաստանը տանել դեպի զարգացման։ Այս օրերին մենք տեսնում ենք Տիկին Ավանեսյան բավական շատ երկրների եվրոպական հիմնականում երկրների ղեկավարներ շնորհավորում են Հայաստանի իշխանություններին, բայց մենք չենք տեսնում օրինակ Ռուսաստանի կողմից շնորհավորանք, ավելին նրանք ասում են, որ մասսայական ճնշումներ են եղել եւ ընտրակեղծիքներ են եղել։ Սա անհանգստացնում է Հայաստանի իշխանությանը եւ արդյոք սա նշանակում է, որ կարող է եւ Ռուսաստանը չճանաչի ընտրությունները եւ դա հայ-ռուսական հարաբերություններում որոշակի լարվածությունը, ոչ թե որոշակի, եղած լարվածությունը ել ավելի մեծացնի։ Ես կարծում եմ, որ որևէ մեկի մոտ Հայաստանի Հանրապետությունում, ասում եմ, ամենակարևորը ժողովուրդը ընդունել է ընտրությունների արդյունքները որպես ազատ, արդար, թափանցիկ ընտրություններ եւ Հայաստանի ընտրությունների ամենակարևոր շահառուն Հայաստանի ժողովուրդն է եւ ժողովուրդը ընդունել է։ Ես վստահ եմ, որ շնորհավորանքները դեռ շարունակվելու են եւ մենք նաեւ կլսենք մեր սիրելի հարգելի գործընկերների կողմից շնորհավորանքներ։ Դեռ պաշտոնական նաեւ ուրեմն երբ որ կհրապարակվեն, վստահ եմ շնորհավորանքները դեռ երկար շարունակվելու են։ Եվ վերջին հարցը Տիկին Ավանեսյան, այսօր օրինակ Ռուսաստանի արտգործնախարարը կրկին հիշեցրել է Հայաստանի իշխանություններին, այս հարցը տալիս է որպես կուսակցության ներկայացուցիչ, նաեւ քաղաքական պաշտոնյա, որ ԵԱՏՄ-ի եւ ԵՄ-ի հետ կապված դուք հստակ պետք է որոշում կայացնեք, որովհետեւ ասում են, որ դուք արդեն Եվրամիության հետ կապված նախագիծը ընդունել եք եւ հիմա ասում են մեզ պետք է ընդհանրապես որոշում, ոչ թե մենք ասում ենք լավ կամ վատ, այլ որոշում, ինչու է հապաղում Հայաստանը եւ սրան զուգահեռ նաեւ ՀԱՊԿ-ի հետ կապված են ասում, որ Հայաստանը 2 տարի անդամավճարները չի վճարել եւ հնարավոր է, որ կիրառվի համապատասխան հոդվածը ՀԱՊԿ-ի ձայնի իրավունքի զրկելու, պաշտոններ չնշանակելու հետ կապված, այս ամբողջը եթե համադրում ենք, ինչպիսին է իշխանության պատասխանը։ Վարչապետը հստակ պատասխանել է եւ ընտրությունների հունիսի 7-ի գիշերը եւս մեկ անգամ ընդգծեց պատասխանը, որը կրկնելու կարիքը չեմ զգում եւ այսքանը բան չունեմ ավելացնելու։ Վարչապետը եւ արտաքին գործերի նախարարը այս մասով հստակ ներկայացրել են Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը եւ երբ որ կլինի քննարկման առարկան, Հայաստանը այդ հարցը կքննարկի։ Ինչու է հապաղում, ուշացնում։ Ոչ մի բան չի հապաղում, որևէ բան չի հապաղում։